խնդիրներ շատ կա։ Մի հատ երկու հատ չի ասեն կարող մի տարում վերացնենք։ Ահա որ շատ է։ Ամենամեծ խնդիրներից մեկն էլ ադրբեջանցու հետ սահման կիսելն է։ Բերքաբերը Տավուշի մարզի հնագույն բնակավայրերից է, սահմանից 300 մետր է հեռու։ Մեկ տարի առաջ գյուղում 528 մարդ էր ապրում, իսկ հիմա ավելի քիչ են, արտագնա աշխատանքի են մեկնում։ 80-ամյա ամուսինները 3 տղա են մեծացրել, բայց այսօր մենակ են։ Որդիները դրսում աշխատում են, իսկ իրենք հայրենի գյուղում սահմանից հնչող կրակոցների տակ տնամերձն են մշակում։ Շերները որ կրակում են լիսը հանգցնում են, լիսի բրինել են կրակում էլի։ Այս մոմենտել էլ որ կարկուտի պես մաղել է։ Ժողովուրդ սովորել են, ընտելացել են, ամբողջ պատերազմին մասնակցել են, մեծ թե փուջուրկին, թե տղամարդ, լրիվ համար սովորական բան է դառը։ Պատերազմ տեսած ժողովրդին կրակոցները չեն ընկճում, բայց սոցիալական խնդիրների բեռի տակ շատ են նեղվում։ Գյուղում գազ չկա, ջուր, նույնպես ճանապարհները վատն են։ Իսկ որքան մոտենում է ձմեռը, այնքան ավելի սուր է դառնում ջեռուցման հարցը։ Ինչպես տաքանալ, եթե անտառը հեռու է, փայտը թանկ է, իսկ գյուղացին թոշակից բացի եկամուտ գրեթե չունի։ Ալիր առնեմ, թելեփետ առնեմ, որմին անեմ, թե հիվանդանոց գնամ։ Այն ամերն լավա քաստապրում եմ։ Գյուղացիների հույսը նորընտիր համայնքապետ է, իսկ նրա հույսն էլ կառավարությունն ու բարերարներն են։ Նրանց օգնությամբ այս տարի գյուղացիները կարողացան գյուղի 87 հեկտար վարելահողի կեսը մշակել, ցոր են ցանել։ Գարնան համար էլ կարտոֆիլի սերմացու են նվեր ստացել։ Ցոլնե Միքայելյան, Նաիրա Խաչիկյան, Վահե Ճաղարյան, ժամը լրատվական։